Ընդունեք ջերմագին ողջույններս, ով սիրասուն քույրեր եւ եղբայրներ։ Համացանցի ամենամուխանատ ֆեյքերը Fake Review-ի եթերում։ Ուրախ լուր, տիեզերքը թնդաց հայոց հաղթանակով, չարը ցայտնոցի մեջ է։ Չէ, էս չէ, ուրիշ ֆեյք էր։ Կներեք, շփոթվեցի, ուրիշ ֆեյքի մասին էր խոսքը։ Այս նախընտրական քարոզարշավն ունի իր մոգական թիվը։ Մի գրեք այն, պարզապես հիշեք 3-0-0-0-0։ Ու քանի դեռ միստիկներն ու օկուլտիստները ուզում են հասկանալ, թե ինչու հենց այս թիվը, այն շարունակում է տարածվել ու զբաղեցնել նոր միջավայրեր։ 300,000 թվի մասին խոսում են բոլորը, եւ մեծերը, եւ փոքրերը։ Մեկը բերում է 300,000 աշխատատեղ, մյուսը բերում է 80,000 աֆրիկացի, այս ուրիշ օպերայից էր։ Օրինակ, քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ ՔՊ-ի հաղթանակի պարագայում Հայաստան է գալու 300,000 ադրբեջանցի։ Միստիկները անմիջապես կապեցին դա 300,000 աշխատատեղ բացելու խոստման հետ։ Ինչպես կասեր դացականը, խիարը թարս աճեց։ Սիրում եմ ես հաղորդումներին ուտել։ Իշխանությունները հերքեցին այս տեղեկությունը։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել, ապա հնչեց դրա ֆեյքային աբարոտկի գելես աղբերս։ Սամվել Կարապետյանը խոստացել է ռուսական շրջանակներին, որ իր հաղթանակից հետո 300,000 հայ տղամարդ է ուղարկելու Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու։ Ու թարսի նման աբարոտկեն էլ թարս աճեց։ Մեկնաբանություններում մարդիկ լի են սկեպտիցիզմով։ Հայեր ջան, բողոքարկեր այս ռեժլան վիդեոն, թող ուդալիտ անեն, ես էլ բողոքարկել եմ։ Սամվել Կարապետյան վարչապետ, ինչ եք սուրս տալի անկապ, տոիդի պապայիդ հետ։ Էս ինչ վիժվացք եք, էս ինչ մուտիտներ եք անում, այ էդ որ մի տղենա ասել, սենց մի տղավարի բան ասեք, Բուն TV, կրթական կոնտենտ, սահման ունի, էս ինչ եք տուֆտում։ Sorry everyone։ 300,000 դոնբասցիների թեման նույնպես շատ արագ հերքվեց։ Մեկ մարդ չի գնալու ուրիշ երկրներում կռվելու համար։ Սպասենք միստիկ թվի մյուս դրսևորումներին։ Վանգում եմ, հաջորդ թիվը կապված կլինի 6-7-ի հետ։ Երկնքից ընկավ 3 խիար։ Հավատացեք միայն ճշտված տեղեկություններին։ Եթերում Fake Review-ներ։